Մանավայզյանը ասաց, որ դեռ վերջնական որոշում չունեք Արամ Վարդևանյանին փոխոսնակի պաշտոնում ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ, ինձ հետաքրքրում է ինչը կպայմանավորվի ձեր որոշումը ընտրելու օրինակ, եւ չընտրելուն արդյոք կարող է պայմանավորված լինել նրանով, որ ուժեղ Հայաստանը փոխոսնակի ձեր տեխնատուներին, այդ ձեր տեխնատությանը ըստ հայտարարությունների համենայն դեպս դեմ է դրակել։ Շնորհակալություն, ոչ հաստատ դրանով պայմանավորված չի կարող լինել, որտեղ դա ինչ-որ մանր քինախնդրության նման մի բան կլինի, որպես այդպեսին մենք շատ ավելի բարձր ենք դրանից, կորոշվի քննարկման արդյունքներով նաև խմբակցությունը որոշում կկայացնի եւ խմբակցության ղեկավարը դրա մասին կհայտարարի նաև կայացված որոշման դրդապատճառների մասին։ Այսինքն ինչով է պայմանավորված, ես հստակ եմ էլի ինչով է ուղղորդվելու։ Մանավանյանն ասում է հարցերին օրինակ ավելի հստակ չի պատասխանում, կամ ինչ-որ բան եք ակնկալում, որ նա պետք է ասի, բայց չի ասում։ Կոնկրետ ինչ եք ակնկալում Վարդևանյանից, որը որոշի ձեր կողմ քվեարկությունը։ Եվ եթե կողմ քվեարկ եք ակցիա կամ ոչ խմբակցությամբ, թե այնքան ձայներ, ինչքան պակասում օրինակ աջակցությանը։ Արգելի Ռուզաննա, դուք հիմա տալիս եք ինձ հարցեր, որոնք ճիշտ կլինի տալ մեր վերջնական որոշումը կայացնելուց հետո։ Այսինքն, երբ որ մենք մեր վերջնական որոշումը կայացնենք, կներկայացնենք թե այդ որոշումը, թե այդ որոշման պատճառները որպես այդպիսի։ Ու նաև կհայտնենք քվեարկության ձևաչափը, եթե կողմը ինչպես է կողմ եւ եթե դեմը ինչպես է դեմ, ինչ չափերով եւ մնացածով, ինչ քվեների, ինչ քանակներով։ Խնդրեմ, պարոն Կիրակոսյան։ Պարոն Ալեքսանյան, ի վերջո ձեր եւ խմբակցության մյուս անդամների համար բարձ եղավ բարեկային ծառայությունը ուղեկցում էր պարոն Կոնջորյանի եղբորը, քվեական Ավետ Կոնջորյանին թե ոչ, եթե ոչ չէր ուղեկցում, ապա դա ինչա պատահականություն է եղել, որ իրենք միաժամանակ եղել են այն մարդու տղամոտ, որին ըստ ինչպես հայտարարում է մյուս քվեական կողմը Ավետ Կոնջորյանը հայրանքներ էր իջեցել։ Այստեղ ամեն ինչ ձեզ համար բարձր է ոչ, եթե այո, խնդրեմ հասարակության որովհետև միջև հիմա տպավորությունն այնպեսին է, որ բարեկային ծառայություն ուղեկցում էր, որ պարոն Կոնջորյանի եղբայրը կարողանա ազատորեն սեռական բնույթի հայրանքներ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Կիրակոսյան, բայց հենց դրա համար, որ տարատեսակ տպավորություններ չլինեն, կա հարուցված քրեական վարույթ, որի շրջանակներում կլինեն պատասխաններ։ Եվ ձեր նշած հարց միանշանակ կստանա իր պատասխանը, որպեսզի մենք այստեղ գուշակություններով չզբաղվենք, այսինքն չմտածենք դա պատահականություն էր արդյոք, որովհետև լինում է իրականում, որ մեքենա է վարում, հետևից բարեկային ծառայության մեքենա է գնում։ Լինում է նաև, որ բարեկային ծառայության մեքենան ուղեկցում է, որպեսզի մենք այստեղ կներեք։ Ես օրինակ այս վերջերս Զեյթունում եմ ապրում, եթե չգիտեք, անցնում էի պարոն Կարապետյանի մեծ տան մոտով, հետևից այնպես էր ստացվել բարեկային ծառայության մեքենայի ազդանշաններ լսեցի, աչք քաշեցի, անցավ, գնաց ինչ-որ իր ծառայական գործերով առաջ էր գնում։ Դες լինում է, պարոն Կիրակոսյան, բայց չեմ պնդում, որ սա այդ դեպքն է ու այդ բան պնդելու ոչ իրավասություն ունեմ, ոչ ինչ-որ մի բան, պարոն Կիրակոսյան, կա քրեական վարույթ, որի ընթացքում ձեր նշած հարցերի պատասխանները կտրվեն, որպեսզի մենք այստեղ գուշակություններով չզբաղվենք։ Ճշտող հարց, այսինքն կուսակցության համար այդ հարցը բարձ չի, պատասխանը բարձ չի։ Դե կուսակցությունը առանձին քննչական ծառայություն չունի, որի եզրակացության հիման վրա էթիկայի հանձնաժողով, բայց երբ որ կա քրեական վարույթ, այդ քրեական վարույթը բնականաբար առաջնային նույնիսկ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները, երբ որ գալիս հասնում են մի հարցի, որը որ քրեական վարույթի շրջանակներում է, այդ հարցը շրջանցում են, միջև քրեական վարույթը կստանա իր պատասխանները, խնդրեմ Սիվիկեին։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, շնորհավորում եմ ձեզ ազգային ժողովի կազմական տրվելու արդիվ եւ հարցերս ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների տեխնատության շուրջ քննարկում եղել են դիմությանը թե ոչ, որ հանձնաժողովներին նախապատվություն տվել, սա հարցն է եւ հարց 2 պարոն Ալեքսանյան, ինչ դուք խորհրդարանում ոչ ֆորմալ մակարդակում համենայնիվ պայմանավորվածությունների մակարդակում կառավարող ուժը եւ խորհրդարանական ընդդիմությունը պայմանավորում են կորեկտության սահմաններում, բարեկրթության սահմաններում բանավիճելի եւ կարծողական դաշտում աշխատել, ուժեղ Հայաստան խմբակցության համանուն կուսակցության լիդերը իր դատական նիստից առաջ խոսում է իշխանապողության մասին, կոշտինահատականներ է տալիս կառավարող ուժին եւ ասում է, որ այս կարծր մեքենան քանդելու օրակարգը դեռևս ակտուալ է եւ ավելին պետք է
երազենք, որ ինքը մնա դիմադիր դաշտում եւ առաջնորդի դիմադիր շարժումը, ձեր գնահատականն է պարոն Կարապետյանի այս հայտարարությանը դիսոնանս չկա խորհրդարանական խմբակցության բարեկիրթ պահվածքի, կեցվածքի խաղի կանոններ ընդունելու եւ այդ խմբակցության կուսակցության լիդերի ասացի միջև շարակայություն։ Դե դիսոնանս իհարկե կա, բայց նախ եւ առաջ շատ մի ճիշտ արտահայտություն մեջ բերեցիք, որ կերազեն ու դա իդեպ ուղղված էր ոչ թե մեզ ակնհայտորեն, այլ ժողովրդին, ընդդիմադիր տրամադրված ժողովրդին եւ մնացածին ասել է, որ կերազեք, պիտի երազեք, որ ես մնամ, ես չգիտեմ, թող մեր ընդդիմադիր քաղաքացիները գնահատական տան, բայց իմ կարծիքով ոչ մի, այդ թվում եւ ես, եւ մյուսները քաղաքական գործիչ արժանի չի նրան, սիրելի քաղաքացիներ, որ դուք երազեք, որպեսզի ինքը մնա։ Ինչ ասում։ Ասում պետք է մեզ ընտրեք, Եվ, բայց չէ, կներեք, պարոն Կիրակոսյան, ասել է, որ պետք է մեզ ընտրեք, կամ լավ կլինի, որ մեզ ընտրեք, կամ ճիշտը մեզ ընտրելն է լրիվ ուրիշ բան է, բայց ասել է, որ պետք է երազեք, օրինակ ես ուզում եմ պատկերացնել են քաղաքացուն, որը նստած երազում է, որ Սամվել Կարապետյանը մնա։ Այդ քաղաքացուն ուզում եմ, չէ, երազում է, ոչ թե քվեարկել է կընտրակաշառքով կամ առանց, այլ հենց երազում է, օրինակ այդ ինչ երազ է, ինչպես է երազում, այսպես անրջում է, ինչ է տեղ ունենում, թախծոտ դեմքով է երազում, ուրախ դեմքով է երազում, այդ երազելու process-ը, մասնավորապես դրա մեխանիկան, ինչպես է տեղի ունենում։ Ես կարծում եմ դա անհարգալից։ Խոսքը ուղղված ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ եւ ես որպես ազգային ժողովի արդեն փոխնախագահ նաեւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ու թույլ տվեք ասել, որ անթույլատրելի են նման ձևակերպումներից։ Ինչ վերաբերում է նրա արտահայտած մյուս նաեւ վիրավորական արտահայտություններին, հորդորում եմ նման արտահայտություններ չանել, որովհետեւ վստահ չեմ, որ եթե պոլեմիկան տեղափոխվի այդ դաշտ, դրանից ուժեղ Հայաստանը կամ այդ ուժի առաջնորդը կշահի։ Հիշեցնում եմ, որ կար մի երկու ուրիշ քաղաքական ուժեր, որոնք մտան այդ դաշտ, արդյունքը կարծում եմ նրանց համար այդքան էլ գոհացուցիչ չէր։ Խնդրեմ։ Հանձնաժողովը բնականաբար չի եղել ոչ մի քննարկում, ամեն ինչ տեղի կունենա նիստերի դահլիճում, այդ ընտրությունը մենք կընտրենք, ընդդիմությունը կընտրի, մնացածը արդեն։ Խնդրեմ, Նյուզայեմ։ Երեկվա միջադեպից հետո հիմա եւ դուք եւ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ասում են հարցը թաղված է, միջադեպը կողմերը փաստորեն եկել են ինչ-որ համագործակցության։ Այսինքն ինչ համագործակցություն դուք քննարկել եք դրանից հետո, որ իրար հետ այլևս նման խնդիրներ չեք առաջացնելու, սուբյեկտներ, ուրեմն հասկանամ ինչ համագործակցության մաս։ Համագործակցության, չգիտեմ ինչ մաս, ինչ համագործակցություն բառը, չէ, ինչ որ տեղի ունեցել ազգային ժողովի դահլիճում, երբ որ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսել է եւ իր ելույթով ասել է, որ այո, հարցը դրանից հետո չի քննարկվել, այն ինչ եղել է, նորից եմ ասում, եղել է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Խնդրեմ։ Դե տեսնենք, հիմա ես ինչ գործ ունեմ ընդդիմադիրների համախմբումը մեկնաբան եմ, առնվազն մինչ այս պահին ինչ տեսնում եմ, նույնիսկ Հայաստան դաշինքի ներսում համատարած համախմբում չկա, որքան հասկանում եմ Հայաստան դաշինքի տարբեր թևեր ու տարբեր ներկայացուցիչներ իրար հետ ինչ որ հակամարտություն ունեն։ Աղվան Վարդանյանի մասնավոր ինչ որ գրքերը չեն հանդարտվում, առնվազն մնացած կտեսնենք էլի։ Մի հատ ինձ թվում է պետք է այդ խմբակցությունները նախ եւ առաջ իրանք իրար ներսով մի հատ համախմբվեն, հետո մնացածը արդեն տեսնենք։ Խնդրեմ։ Քանի որ հենց իշխանությունը բարեբախտության կանոնները օրակարգվեց, բայց երեկվա միջադեպը ցույց տվեց, որ եթե անհրաժեշտությունը կա, օրինակ իշխանությունը կարող է լարվածություն ստեղծել ազգային ժողովում։ Հիմա դուք ճիշտ եմ հասկանում, որ չեք բացառում, որ հնարավոր է այդ օրակարգից շեղվել, նկատի ունեմ բարեբախտության օրակարգից շեղվել եւ անցնեք, օրինակ ինչպես գումարման խորհրդարանում եղավ, գործը նույնիսկ խոսքը անցնի արդեն ձեռքի ուժ։ Նախ ես համաձայն չեմ ձեր տված գնահատականի հետ, որ իշխանությունը դուրս եկավ
օրակարգից բարեկրթության, ես կարծում եմ, որ դրանից դուրս եկավ նախ եւ առաջ պարոն Կարապետյանը, այն ինչ տեղի ունեցավ ազգային ժողովի դահլիճում, հայլայնացում էր, Առաջինը Տարոն Չախոյանի ելույթներ։ Ում էր ցիտում Տարոն Չախոյանը։ Ում էր ցիտում Տարոն Չախոյանը, գրիշ։ Ամենայն դեպս բարեկարգության վերաբերյալ այդ առաջարկությունը հնչել էր ազգային ժողովի։ Հա, եւ ազգային ժողովի ուժերի ներկայացուցիչներ եւ լիդերները այդ թվում պետք է ինձ թվում դրան բանան էին, բայց այնուամենայնիվ ինչևէ այդ միջադեպը հարթված է, բայց եթե ձեր ասածն է, որ կարելի է մեզ վիրավորել ու մենք պետքա նույնիսկ մեզ վիրավորելու շրջանակներում, երբ որ մեզ վիրավորում են, մենք շարունակենք մնալ բարեկիրթ, ոչ մենք չենք շարունակելու մնալ բարեկիրթ, երբ որ մեզ վիրավորեն։ Եթե ձեր ասածն է, որ մենք պետքա շարունակենք մնալ հեզ եւ բարեկիրթ, երբ որ մեզ հարվածում են, ոչ մենք չենք մնալու հեզ եւ բարեկիրթ այն ընթացքում, երբ որ մեզ հարվածում են։ Ես ասում եմ, մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք։ Մեր նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, կստանան շատ ավելի շատ անհարգալից վերաբերմունք։ Ինձ թվում է շատ պարզ կանոն է, որը պահելը չափազանց հեշտ է եւ որի պայմանները առավել քան հստակ են